Սիրանուշ Հովհաննիսյանի ծնողները երեխայի ծնված օրվանից գիտեին լսողական լուրջ խնդիր ունի։ Սպասեցին 4.5 տարի եւ վերջապես վիրահատեցին 4-րդ աստիճանի ծանրալսությունը։ Կոխլեար իմպլանտը տեղադրված է։ Նույնքան կարևոր է այն միացնելու պահը։ Կյանքում առաջին անգամ Սիրանուշը ձայն է լսում։ Ուղղակի շոկի մեջ ես էլի, ասենք ես վիրահատությունը դժվար, ասենք շատ երկար ենք սպասել վիրահատությանը, մի քիչ դժվար է էլի բառերով այդ բացատրելը։ Չեմ կարող այդ նկարագրել։ Եվ նաև դոկտոր Փուշկյանը Միշայի միջոցով իրենք հիվանդանոցի մեծամասնությունը ծախսին իրենք նվիրեցին։ Էրեբունի բժշկական կենտրոնում հավաքված են երեխաներ, որոնք անցել են Սիրանուշի ճանապարհը։ Առաջին վիրահատվածներն արդեն ուսանողներ են, մյուսները դպրոց են հաճախում, իսկ ամենափոքրը, որ սպասում է կոխլեար լսողական սարքի միացմանը, 5 ամսական է։ Էրեբունի բժշկական կենտրոնն ու Հայկական բժշկական հիմնադրամը 15 տարի առաջ սկսեցին այս ծրագիրը, որով թանկարժեք կոխլեար իմպլանտները հասանելի են դառնում հայաստանցի երեխաներին։ Մեր բժիշկների հետ վիրահատությունը կատարում է UCLA համալսարանական կլինիկայի պրոֆեսոր ճապոնացի Ակիրա Իշիաման, իսկ իմպլանտները Հայաստան են բերվում Հայկական բժշկական հիմնադրամի նախագահ Սալբի Ագարակյանի ջանքերով։ Ամբողջ ընտանիքին մենք օգնում ենք այդ ծերով։ Եվ առավել ասկին, քանի ես երեխան պիտի լիովի դառնա, կանավոր անց, դպրոց պիտի գնա, շրջանավար պիտի ելա, պիտի աշխատե, սո մենք կառավարության կողմից հոգը վերջուցած եք ծերով։ Որբեսի այդ կառավարությունը չմտածի ես երեխայի իբր ինվալիդ ոնց պիտի խուլ երեխային պահի այդ ծերով։ Մենք արդեն օգնում ենք ամեն մարդու։ Իմպլանտները տեղադրելուց հետո, երբ միացվում է լսողական սարքը, երկար ճանապարհ է սկսվում ծնողների ու երեխաների համար, որպեսզի լսելուց հետո հնարավոր լինի նաև զարգացնել խոսքը։ Հսկայական այս աշխատանքի շնորհիվ է, որ 15 տարվա ընթացքում 115 հոգու համար աշխարհն այլևս անձայն չէ։